Սահմանադրական դատարանը բավարարեց հրապարակ եւ իլուր լրատվամիջոցների հայցը, որով վիճարկվում էր տեղեկատվության աղբյուրի բացահայտումը սահմանող օրենքների սահմանադրականությունը։ Դատարանը սահմանեց, թե որ դեպքում կարելի է լրատվամիջոցին պարտավորեցնել բացահայտել տեղեկատվության աղբյուրը։ Երբ աղբյուրի բացահայտումն անհրաժեշտ է անձի կյանքի պաշտպանության, առանձնապես ծանր հանցագործությունը կանխելու կամ առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանությունն ապահովելու համար։ ՍԴ-ի այս որոշումը հիմք է հանդիսանում բողոքարկելու կենտրոնի դատարանի 2014 թվականի հուլիսին կայացրած որոշումը, որով հրապարակ եւ իլուր լրատվամիջոցներին պարտադրվել էր բացահայտել Գյումրիի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանի եւ մարզիկ Արթուր Ալեքսանյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկատվական աղբյուրը։ Երամսյա ժամկետում դիմելու ենք վճռաբեկ դատարան եւ պահանջելու ենք գործի վերաբացում։ Երբ արդեն հստակեցված է տեղեկատվության աղբյուրի բացահայտման իրավական կարգավորումների շրջանակները, անելիք ունի օրենսդիր մարմինը։ Ազգային ժողովը կարծում եմ պետք է կարճ ժամանակում փորձի լրացնել այն իրավական բացը, որ առկա է։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը հիշում է դեպքեր, երբ սահմանադրական դատարանի որոշումից հետո ազգային ժողովն օրենսդրական փոփոխություններ չի կատարել, սակայն այս դեպքում նա լավատես է։ Որևէ հիմք չունենք հիմա այս որոշման վերաբերյալ պնդելու, որ այս որոշումը չի կատարվի։ Դատարանը նաև որոշեց, որ այլ հաղորդումների գաղտնիության բացահայտման մեջ չի կարող ընդգրկվել տեղեկատվության աղբյուրի բացահայտումը, իսկ դատական ակտերը նոր հանգամանքների հիմքով ենթակա են վերանայման։